Բարի երեկո, սիրելի հեռուստադիտող, 5-րդ տալիքի եթերում հարցազրույցն է այսօր մեր տաղավարում, հյուրընկալել եմ քաղաքագետ Ալեն Ղևոնդյանին։ Պարոն Ղևոնդյան, շնորհակալ եմ հյուրընկալվելու համար։ Շնորհակալ հրավերի համար։ Առաջինն անդրադառնանք Իրանին, պատերազմը շարունակվում է, չնայած Թրամփը հայտարարում է, որ Իրանի որևէ պաշտոնյայի հետ բանակցություններ են վարել պատերազմը դադարեցնելու մասին եւ ինքը այդ բանակցություններից շատ գոհ է։ Իրանական կողմը մերժում է այդ հայտարարությունը, ասում է ոչ մի բանակցություն չի վարվել, մենք շարունակելու ենք հարվածել մեզ վրա հարձակվողներին։ Ինչ է տեղի ունենում։ Հենց այսօր կարծես այսպես մեղավորներ փնտրտուքի մեջ առաջին մեղավորի կարգավիճակում հայտնվեց ԱՄՆ-ի պաշտպանության նախարարը ու մեղավոր կարգեց ԱՄՆ-ի գործող նախագահ, ասացից համոզողներից, որ պետք է ռազմական գործողություններ սկսել Իրանի դեմ պաշտպանության նախարարներ, իսկ մենք հասկանանք ընդհանրապես ինչ է կատարում, առնվազն Թրամփը հրապարակային սկսում է ցույց տալ, որ ինքը այնուամենայնիվ փոշմանել է, որ մտել է այդ պատերազմական գործողության մեջ կամ այս ծավալով է մտել, բայց զուգահեռ դրան ամերիկյան զորամիավորումներ, ստորաբաժանումներ տարբեր ճանապարհներով տեղափոխվում են մեծ մերձավոր արևելք։ Այսինքն 5-օրյա դադարը, հարվածների մասով, այդ մորատորիումը Ամերիկայի մասով էր, որը ի դեպ Իսրայելը ասաց, որ մենք դրան չենք միանում, ես տեղյակ չեմ իրանք հարվածել են թե չէ, բայց հայտարարությունը կար, միգուցե ուրիշ բանի համար էր եւ հետաքրքիր զուգադիպություն էր, որ երբ որ Թրամփը սպառնաց, որ էներգետիկ այսպես ենթակայաններին կհարվածի Իրանի հասանելիությունը եւ դերուժը այնպեսին է, որ այսպես թիրախների մեջ կարող են հայտնվել մեծ մերձավոր արևելքի ԱՄՆ-ին աջակցող պետությունների գրեթե բոլորի ենթակառուցվածքները էներգետիկ եւ այսպես ջրի մշակման, ենթակառուցվածքների մասն է խոսքը, պատասխանից հետո սկսեց խոսակցությունները 5-օրյա դադարի մասին։ Ակնհայտ է, որ պատերազմի մեջ մտնելը եւ պատերազմից դեմքը պարզ կամ հաղթողի կարգավիճակում դուրս գալը բավական դժվար է եւ դա այսօր խնդիր է Միացյալ Նահանգների համար եւ ոչ միայն երկրի Միացյալ Նահանգների համար, բայց ակնհայտ է նաեւ մի բան, որ աշխարհը հասկացավ, որ Իրանը խիստ կենսունակ պետություն է, չնայած այն խոցումներին, որ իրենք օբյեկտիվորեն ունեցել են, այն բարդություններին, որ մեկ տասնյակից ավել պետությունների դեմ պայքարել են ու պայքարում են, իրենք հաջողություններ են արձանագրում եւ արդյոք արժեր այդ պատերազմը առհասարակ սկսել։ Իհարկե իսրայելական կոնցեպտը մեծ Իսրայելի այսպես նեղոսից մինչեւ Եփրատ Իսրայելի մասին, որին հավակնորդը իրականացման հավակնորդը Նեթանյահուն է, այսպես շարունակում է այսպես կայուն առաջ գնալ, բայց ես վստահ եմ, որ Իսրայելում էլ կա մեծ դժգոհություններ կապված այս պատերազմի հետ, կա ինֆորմացիոն վակուում եւ տոտալ վերահսկողություն գրեթե բոլոր երկրներում, այսինքն առնվազն այն հանգամանքը, որ ասենք խոցված տարածքների տեսանկարը հանում կամ ֆոտոները խիստ արգելվում են, ժուրնալիստերին թույլ չեն տալիս որոշակի տեղերում ռեպորտաժների, այդ թվում անվտանգության տեսանկյունից ցույց է տալիս, որ ձեռքն էին նույնիսկ ասել այսինքն իրականությունը ասֆալտի վրա ռազմական կոնֆլիկտի մասով եւ իրականությունը մեդիաներում միգուցե էականորեն տարբերվում է։ Իրանը այսպեսի մի փոքր կանխատեսում անեմ, process-ից Իրանը կամ դուրս կգա որպես մեծ մերձավոր արևելքի գերտերություն ազդեցության աճով կամ process-ից դուրս չի գա։ Այսինքն այն սահմաններով, այն կենսունակությամբ ինչ որ կա։ Մեդիա հոսքերը դրանք խիստ մանիպուլատիվ են, fake news-ը ահռելի ծավալի է ընդորում բազմակողմ, բոլոր կողմերի մասով։ Մի կողմից դա հասկանալի է, որովհետև կա նաև քարոզչական պատերազմ, այդ Հայաստանում շատ մոդայիկ հիբրիդային պատերազմները եւ այլն, բայց իրականությունը ասֆալտի վրա այնպեսին է, որ Իրանին հստակ թերագնահատել էին եւ կարծես թե բոլորը հասկանում են։ Գումարած Իրանի ազդեցության լծակները գլոբալ աշխարհի մակարդակով եւ դա խոսքը միայն տնտեսության մասին չի։ Մենք այսօր այստեղ իհարկե ԱՄՆ եւ Իսրայելը Իրանի հետ են արճակատման, բայց Չինաստանի դեմ են արճակատման, որովհետեւ ռեսուրսային ապահովման տեսանկյունից ակնհայտ է, որ Իրանը սպասարկում է ոչ միայն Չինաստանում, դա հետաքրքիր մի իրավիճակ եղավ, Թրամփը Օրմուզի նեղուցի այդ վիճակի մասով ասեց, մեզ հետաքրքիր չի կբացվի, թե չէ դուք մտածեք, որտեղ մենք այնտեղից նավթ չենք ստանում, ու այդ թվում նաև ինքը իր դաշնակից պետություններին ասում, որոնց թվում նաև Ճապոնիային էր, ում օրեր առաջ ստորացրեցին, այս Միացյալ Նահանգներում, շատ այսպես
որ ասում եք քեզ թվում է որ ամեն ինչ տեսել ես, բայց հրապարակային դաշտում, բայց դա բացառիկ երևույթ էր։ Հիրոսիմա եւ Նագասակի Այո, դա բացառիկ երևույթ էր, այո։ Օդաչուի գերեզմանին գնալը։ Այո, իհարկե, սիմվոլիզմի ընդհանրապես արժեքայնության տեսանկյունից դա շատ տարօրինակ եւ շատ այսպես ճակերտավոր օրիգինալ պահվածք էր, որին ճապոնացիները գնացին, ինչեւ է։ Մեծ քաղաքականություն տարօրինակ այսպես բարք էր։ Այստեղ իհարկե խնդիրը միայն այս ռեգիոնով չի սահմանափակվում, ազդեցության այսպես մուլտիպլիկատիվ էֆեկտն ասում են Ռուսաստան, Եվրամիություն սկսում են տարբեր մակարդակներով խոսել ռուսների հետ հարաբերությունների, ինչ որ պատուհաններ բացելու նավթի, գազի հետ կապված իրենց շատ կոշտ նախկին դիրքորոշումները մեղմելու տեսանկյունից եւ ամենահետաքրքիրը այն է որ Իրանը նաեւ ասում է եթե դուք $2 միլիոն կտաք մենք կթողենք որ Օրմուզի նեղուցով բացի իսրայելական եւ ամերիկյան տանկերները կամ բրիտանական մյուսները գնան բայց վճարելու եք չինական յուանյով, հա շատ հետաքրքիր մոզաիկա է աշխարհակարգի ամերիկյան դոլարին հակադրվում է չինական յուանը։ Այո, փորձում են նաև դոլարիզացիայի հետ կապված որոշակի խնդիրներ ստեղծել, երբ որ դոլարի տեսակարգը ավելանալու է, նրա դերու նշանակությունը թուլանալու է։ Այդ շատ լավ հասկանում են Միացյալ Նահանգներում նաև մենք ականատես ենք լինում գլոբալ աշխարհակարգի վերաձևման շատ լուրջ փուլի, այսինքն միայն Իրանով եւ Իրանի շուրջ process-ով չի լինի բայց այսպես process-ները կարծում եմ այսպես դադարել չեն գնա, որովհետև Իսրայելը կարծես թե շատ սկզբունքային է, օրինակ Իսրայելի նախկին վարչապետ Էհուդ Բարաքը ասաց, որ դուք այն ամեն ինչ որ նախաձեռնվել է Իսրայելի կողմից, դա վատագույն սցենարն է եւ ավելին Իրանը այդ հավակնությունները չուներ Իսրայելի նկատմամբ հարձակման, հետեւաբար ամեն ինչը fake էր եւ այլն եւ այլն։ Ինչեւ է, ունենք այն ինչ որ ունենք միջազգային իրավունքի զրոյական վիճակ, ունենք ուժի իրավունքի բացարձակ վիճակ եւ ունենք այդ ամեն ինչի մեջ ալեկոծվող Հայաստան։ Անդրադառնանք Իրան-Հայաստան փոխհարաբերություններին, որովհետև Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ Հայաստան-Իրան ռազմավարական գործընկերությունները շատ ավելի խոր է, այո, этаպի բերելու մասին, նաև ասաց, որ դեղամիջոցների տեսքով հումանիտար օգնություն են տրամադրել Իրան։ Դեռ մինչև ռազմական էսկալացիան Իրանի շուրջ տարբեր փուլերով, թե նախկին դեսպանի ժամանակ, թե նորանշանակ դեսպանի ժամանակ լուրեր տարածվեցին եւ հայտարարություններ արվեցին, որ ռազմավարական փաստաթուղթ է ստորագրվում։ Խնդիրը այն է, թե ռազմավարական փաստաթուղթ ասելով եւ ինչ կետեր ենք մենք այդտեղ դիտարկում, ընդհանրապես ռազմավարական բառը ենթադրում է մի բովանդակություն, որը նշանակում է, որ այդ երկու կողմերը միմյանց նկատմամբ անփոխարինելի են ինչ-ինչ ոլորտներում, հա։ Ես դժվարանամ ասեմ, թե ինչ ոլորտներում Հայաստանը կարող է Իրանի համար անփոխարինելի լինի, բացի Սյունիքի Միջանցքի հետ, Զանգեզուրի Միջանցքի հետ կապված, որ արդեն կա TRIP անունով են ուղղակի դա կոչվում, մնացած հյուսիս-հարավ կոմունիկացիոն այսպես հատվածի մասով է, բայց դրան հասնելու համար ռեգիոնում պետք է որոշակի կայունություն լինի եւ որոշակիություն, միգուցե ավելի շատ Հայաստանի գործող արտգործնախարար Քարոզչական այսպես շրջանակում այսպես բարի կամիցողության դիրքերից է հարցին մոտեցել, որտեղ ակնհայտ էր, որ Հայաստանի արձագանքը Իրանի հետ կապված կետերին, օրինակ Խամենեի սպանության վրա ուշացած էր, հա, այսինքն նա փորձում է հավանաբար լրացնել այդ սեգմենտը, այնպես որ իրանցիներն էլ այդ ամեն ինչը այդպես խելոք ուտելու են, ասենք միամիտ չեն 2000-5000 տարվա կայսերական մտածողությամբ դիվանագիտություն ունեն, ինչ վերաբերում է դեղորայքին, դա սիմվոլիկ քայլ է, փոքր պետություններին հասանելի սիմվոլիկ քայլ է, այսքանը։ Փաշինյանը սեփական նախաձեռնությամբ զանգել է Պուտինին։ Ինչու՞։ Ինչ է ակնկալում։ Ինչի ակնկալում կարևորը այն չի հավանաբար թե ինչ ակնկալում, կարևորը այն է թե այդ խոսակցության արդյունքում պայմանավորվածություններից որ մեկը հենց ինքը կպահի, որովհետև այդպիսի փորձառություն հայ-ռուսական հարաբերություններում իհարկե եղել է։ Ակնհայտ է, որ Հայաստանի ներքաղաքական process-ները եւ մակրոռեգիոնալ process-ները բազմաթիվ թեմաներ կարող են ի հայտ բերել, այդ թվում նաեւ շատ ակտուալ, որի մասին մենք լայն հասարակությունը եւ փորձագիտական հարույթ անգամ չենք կարող պատկերացնել։ Երբեմն մեզ թվում է, որ process-ները շատ բնականon են, մենք տեղեկացված ենք, իրականում այնպիսի կատաստրոֆիկ իրավիճակներ կամ այնպիսի առևտուրներ կարող են լինել, որոնց մասին մենք ընդհանրապես չենք էլ կասկածում։ Խոսքը հենց այսօրվա մասին չի, խոսքը այլ մեր այսպես անցած պատմական ճանապարհի մասին ու Հայաստանի հետ կապված այդ թվում նաեւ, հա։ Ես չեմ բացառում, որ խնդիրը նաեւ կապված է Հայաստանում ներքաղաքական process-ների եւ առանձին այսպես քաղաքական ուժերի դիրքավորումների պահվածքի, ինչու՞ չէ, Հայաստանի գործող քաղաքական որոշումներ ընդունող շրջանակի հակառուսական հռետորաբանությունը միգուցե մեղմելու տեսանկյունից, դա էլ կարող է լինել, բայց ենթադրում եմ, որ այստեղ խնդիրները կարող են լինել մի կողմից աշխատանքային ինչ-որ process-ների մասով եւ մի կողմից առանձին կոնկրետ հուզող հարցերի տեսանկյունից, ինչու՞ չէ, որ նա կարող է ինչ-որ հանդիպում է խնդրել
ինչ որ գործարք առաջարկելու մասով էլ է, որտեղ ռեգիոնում անվտանգության դեֆիցիտ իրապես կա։ Մենք չգիտենք վաղը Ադրբեջանը կմիանա այս process-ին թե չէ, կամ Թրամփի հրադադարը կարող է վաղը վերջանում, ենթադրենք 2 օր անցել, չէ՞ որ մենք ունենք առնվազն մի դեպք, երբ որ Օմանի բանակցությունների այսպես արդյունավետ բանակցությունների կիսատ թողնելով հարձակում տեղի ունեցավ Իրանի շուրջ։ Մենք չգիտենք թե Իսրայելը ինչ ազդեցության գործիքներով Ադրբեջանին կստիպի, որպեսզի նրանք մտնեն Իրանի դեմ պատերազմի մեջ, իսկ դա արդեն ռեգիոնալ պատերազմ է լինելու, այնպես չի որ դից հեշտ է լինելու։ Դրա համար այդ հարցազրույցը կարող է տարբեր շերտավորումներ ունենալ։ Լինելու է պատերազմ սեպտեմբերին, աղետալի պատերազմ, եթե ԿՊ-ն չընտրվի, արդեն երկրորդ անգամ հայտարարում է Փաշինյանը։ Նա ինչ որ բան գիտի, թե մտահոգված է։ Դա դասական շանտաժի գործիք է, այսինքն մեզ ընտրեք, թե չէ վատ կլինի, մեզ ընտրեք, թե չէ Ադրբեջանին եւ Թուրքիային կառաջարկենք Հայաստանը զբոսավար սարքել։ Մեզ ընտրեք, թե չէ պայման կստեղծենք սեպտեմբերին պատերազմ կսկսվի եւ վերջապես դա փոքրիկ մանիպուլյատիվ այսպես հնարք է, միամիտ ազնիվ, հոգնած, լարված, անոթի հայ քաղաքացուն այսպես խաբելու ընդդիմությանը դեմոնիզացնելու տեսանկյունից։ Այստեղ գիտեք խնդիրը որն է, ընդդիմության հիմնական ներկայացուցիչներից դերակատարները այս կամ այն ձև ամենից մոտն են եղել Արցախյան ազատագրական պայքարին։ Այսինքն այդ մարդիկ պատերազմը իրենց տանով, իրենց ընտանիքով, իրենց հարազատների կորուստով անց։ Իրենք շատ լավ գիտեն պատերազմի ինչ ահավոր երևույթ է։ Ես խոսում եմ ընդդիմության ղեկավար անձնակազմի եւ այն մարդկանց հետ, ովքեր ընդդիմադիր են հիմնականում ձևով։ Հետեւաբար իրենք շատ լավ գիտեն, թե ինչ վտանգավոր բան է պատերազմը։ Իսկ փոքրիկ արկածախնդիրները ում բերեցին իշխանության, ինչ խնդիրներ լուծելու համար չունեն որևէ կարմիր գիծ։ Իսկին իրենք կարող են իրենց քաղաքացիներին ահաբեկել, որպեսզի ուղղակի իշխանության մնա, որտեղ իշխանության մնալը իրենց համար գերագույն ու բացարձակ նպատակ է։ Նայեք, այսպեսի մի իրավիճակ է, չնայած հանրային ընկալման եւ դիվանագիտական այսպես process-ների մեջ ակնհայտ է, որ Եվրամիությունը աջակցություն է ցուցաբերում։ Միացյալ Նահանգները կարծես թե Վենսը եկավ, երկե Վենսից հետո իրավիճակ փոխվեց շատ հարցերում, բայց հիմնական շահառուն Հայաստանի գործող վարչապետի իր պաշտոնում մնալու դա իհարկե Բաքուն է եւ իհարկե Անկարան։ Մենք դեռ ունենալու ենք process-ներ, մենք Անկարայի հետ հարաբերությունների կարգավորման process ենք ունենալու, այսինքն դա ֆիկտիվ հարաբերությունների կարգավորման process, երբ որ ադրբեջանցիները Հայաստանով գալու են, կարողանան գնան Թուրքիա։ Դուք հասկանում եք ես ինչ իմաստ եմ ասում։ Ադրբեջանցիները, Ադրբեջանի քաղաքացիները իր անձնագրով Հայաստանի Հանրապետությունում առանց որևէ խոչընդոտի գալու է մասնավոր կարգավիճակով եւ մարգարայի կամուրջով գնա Թուրքիա, իսկ գիտեք որ գնալու է Թուրքիա եւ չի մնալու այստեղ։ Չնայած այդ մասով խնդիր չկա։ Հանձնարարություններ կյանքի կոչելու համար օրինակ։ Որոշակի խնդիրներ լուծելու տեսանկյունից սովորական ադրբեջանցին Հայաստանում սովորական դարձնելու գաղափարի տեսանկյունից հետագայում որպեսզի մեծ ներհոսք ապահովեն, հա։ Իդեպ Ռուսաստանի Դաշնության ղեկավարի հետ կապված հարցազրույցում կարող էր նաև հայ-թուրքական հարաբերությունների օրակարգը քննարկվել, որովհետև երբ որ Հայաստանը սկսում է քայլեր ձեռնարկել Թուրքիայի ուղղությամբ, օբյեկտիվորեն սկսում են հարցադրումներ առաջանալ, հետեւաբար 102 ռազմաբազայի իմաստ ու բովանդակությունը ինչու՞մ է։ Եկեք ազատվենք նրանից եւ այլն եւ այլն։ Այստեղ բազմաթիվ սցենարներ կլինեն, եթե ձեր հաղորդումը չի հերիքի, բայց կոնկրետ եւ հիմնական եւ ամենակարևոր խնդիրը այսօրվա դրությամբ գործող վարչապետի համար ամեն գնով վերընտրվելն է։ Ասեմ այսպես, ինքը ունի հստակ կայուն ընտրազանգված, որի վրա ազդեցություն գործելու էլ նպատակ չկա, բայց ինքը ունի նաև ուրիշ խնդիր, անընդհատ մեդիա օրակարգում լինելու։ Այդ իր վարքաբանությունը, վերջի շրջանի ոչ ադեկվատ վարքաբանությունը, մի մասը էմոցիոնալ առանձին դրվագներով, մի մասը այսպես նպատակային, ոչ միայն դա իհարկե, այդպիսի կենցաղային դրվագները մեդիա օրակարգում անդադար մնալու մասով, այսինքն ինքը կարող է օրինակ առավոտյան պահել իրեն լկտի եւ ամբարով, այսպես բառապաշարով վիրավորել կամ, չգիտեմ, այսպես ոչ դրական կոնտեքստով, այսպես հանրային խոսույթ օգտագործել մետրոյում արցախցի մեր քրոջ իր զավակի նկատմամբ երեկոյան ապաշխարել, ենթադրենք, հա, ներողություն խնդրել, ընդունել իր սխալը, մի քանի անգամ կրկնել եւ այլն։ Մենք գործ ունենք քաղաքական ավանտյուրիստի հետ, որը որևէ կարմիր գիծ չունի։ Ախր ինքն էլ է այդ մասին ասում։ Ասում ես որևէ կարմիր գիծ չունեմ, ես իզմեր չունեմ։ Եթե ինքը իզմեր չունի, այդ նշանակում է իր հետ ինչ խաղի կանոնով պետք է մրցել, պայքարել եւ այլն։ Այս թեզը որ ասեցի, արուշատ ընդդիմության համար է եւ այն մարդկանց համար ուտում է որ զուտ օրինակ ընտրություններով կարելի է հնարավոր է այս մարդուց ազատել պետությունը։
Այստեղ խնդիրը ոչ թե ինչ-որ մեկի իշխանության գալն է ընդդիմության մասին, ամենևին պետությունը զրոյական վիճակում գոնե պահելը, որովհետև մենք իրոք գոյաբանական խնդրի առջև ենք կանած։ Եթե հունիսյան ընտրություններում գործող իշխանությունը վերարտադրվեց, Հայաստան բառը հայկական բովանդակությամբ ավարտացնում ես պետք է մոռանալ։ Իսկ իր ընտրած հատվածը դրանից երջանիկ լինելու է իր ընտրած հատվածը նախ տարբեր մարդիկ են, այնտեղ մարդիկ կան, ովքեր մարդկը զուտ աշխատավարձ է ստանում, ասենք ստանում է, չգիտեմ, 1.5 միլիոն դրամ աշխատավարձ, չգիտեմ, 3 ամիսը մեկ պարգևավճար, ես գործադիր իմաստ եմ ասում, ասում շատ լավ վարչապետ ունենք, որևէ խնդիր չկա։ Ու ասում հա ինչ անենք, ադրբեջանցիների հետ կապրենք։ Որ ադրբեջանցիների, ովքեր ուղիղ եթերում կենթանի հայ զինվորի գլուխ էին կտրում։ Ուրեմն այդ արդեն բարոյական արժեքաբանական խնդիրներ է իհայտ գալիս, ես այդտեղ որակումներ գնահատականներ չեմ տա, հա, բայց խնդիրը, եթե մենք նայենք ավելի ինստիտուցիոնալ առումով, պետությունը ներսից վերցնելու են։ Այո, քարտեզի վրա կմնա Հայաստանը ինչ որ գույնի Ադրբեջանից տարբերվող, բայց բովանդակության իմաստով Հայաստան պետություն կդադարի գոյություն ունենա։ Միքայել Սրբազանն էր ասում էր կարող է անունը լինել Հայաստան, բայց բովանդակությունը Էրմենստան։ Իմաստուն անձնավորություն է, պատվարժան հայ է, ով իր գաղափարի, իր արժեքաբանության, իր պատկանելությունը շատ լավ գիտի ու դրա համար պայքարում է մինչև վերջ իր համար հասանելի շրջանակներով, հա, մենք էլ որպես իր խոնար հետևորդներ այդ գաղափարների կիսողն ենք իհարկե, հա, բայց քաղաքական իմաստով խնդիրը միայն Ադրբեջանը չի, մեր թուլությունից կարող են բոլորը օգտվել։ Հայաստանը դադարում է ինստիտուցիոնալ պետության այդ ֆորմատի մեջ տեղավորվելը։ Սրանք ուղղակի բառեր չեն, սրանք մասնագիտական բովանդակություն ենթադրող թեզեր են, որոնց տակ կան բացվածքներ։ Ու հետո մենք իմունիտետ չենք ունենալու, մենք մոբիլիզացիոն ռեսուրս այլևս չենք ունենալու, եթե հունիսի ընտրություններում իշխանափոխություն տեղի չունեցավ, բայց մի բան էլ պետք է ֆիքսել։ Իհարկե Հայաստանում ընտրություններ պետք է լինեն, բայց պետք է հասկանալ, որ ընտրություններից բացի, այսինքն պետք է լինի համակցված մոտեցում, եթե հանկարծ իշխանությունը որոշեց, որ ընտրություններում օրինակ սադրանք է կազմակերպում Իրանի հետ սահմանին, օրինակ կամ չգիտեմ Ադրբեջանի հետ թեկուզ սահմանին, արտակարգ դրությունը հայտարարում ընտրությունները չեղարկվում են կամ ընդդիմադիր այսպես խոշոր միավորներից մեկին կամ երկուսին կալանավորումը ու կապ չունի մեղադրանքի ինչպիսին ամենաաբսուրդային մեղադրանքով սին մեղադրանքով ուղղակի 2 ամիս 3 ամիս կալանքատար ինչ են անելու բաներով կաշկանդված չեն փորձի իհարկե կաշկանդված չեն մենք չունենք օրենքի վրա հիմնված պետություն իշխանություն մենք ունենք մեկի քաղաքական կամքի վրա հիմնված իշխանությունը կարող եմ ես ձեր եթերից հետո ասեմ գիտեք ինչ պարոն Ղոզյան դուք էս թեզերը ասացիք թեզերը մեր դուրը չեն գալիս որովհետև դա կասկածի տակ է դնում, չգիտեմ, Հայաստանի ինքնիշխանության գաղափարը, եկեք մի հատ բարձրաբանենք, հետո այդ հիբրիդային բառը հիմնականում այսպես շատ են շահարկում, չիմանալով դրա բովանդակությունը։ Խնդիրը շատ լուրջ է իրականում, հա, եւ խնդիրը նաեւ մի քանի մակարդակի է, այսինքն բացի հայ-ադրբեջանական օրակարգից մենք ունենք ռեգիոնալ գոյության օրակարգ, այդ ռեգիոնալ գոյության օրակարգը մեջ Հայաստանը դերակատար չի, որտեղ սուբյեկտայնությունից նախ ինքն է իրան զրկել։ Երկրորդ հերթին օբյեկտիվորեն ռազմատեխնիկական ներուժ չունի։ Թուրքիայի, Իրանի կամ թե հիմա արդեն իհարկե Ադրբեջանի հետ էլ ոտք մեկնելու տեսանկյունից։ Դրա համար այստեղ պետք է ճիշտ գործընկերային այն հարաբերությունները օգտագործել, հասկանալու համար ընդհանրապես մենք ու մենք հետաքրքիր։ Դա էլ է շատ կարևոր, որովհետև մեր նկատմամբ գլոբալ վերաբերմունքի ֆունդամենտալ փոփոխություն բացասական իմաստով։ Այսինքն հաջորդ իշխանությունները շատ դժվար են լինելու շատ։ Ընդդիմության ենթադրենք ընդդիմության հաջորդ իշխանություններին ես չեմ նախանձում։ Անդրադառնանք մեր ժողովականության դրսևորումներին, թե Երևանում, թե մարզերում, որը տեսնում ենք Փաշինյանի շրջագայություններից հասարակ մարդկանց հետ շփումներում։ Սա ինչի մասն է խոսում։ Հասարակության մի հատված կամ զգալի հատված գիտակցում է, որ հունիսի 7-ի ընտրությունները դրանք գոյաբանական խնդիր են։ Գիտեք, մարդիկ գոյաբանական կատեգորիաներով դատողություններ հիմնականում չեն անում, բայց մարդիկ հասկացել են, որ Հայաստանի գործող վարչապետը սուտասան է։ Արդյունավետ մի էլեմենտի մասով, մի որակման էլեմենտի մասով, այսինքն մի բան ասում է, մի բան անում է կամ ինքը իրան հակասում է կամ նույն հարցի վերաբերյալ իր դիամետրալ տարբեր թեզեր է առաջ կացնում։ Կա վերաբերմունք էմոցիոնալ մեր ժողովրդական տեսանկյունից, արհամարում են իրեն աջակից լինելը ծաղրանքի նշան է։ Եվ դա մի մասամբ կապված է իհարկե իր վարքից, բայց եկեք այստեղ հստակ մի բան ֆիքսենք, հա, իր վարքին, իր մոտեցումներին պետք չի խափնվել։ Ինքը շատ լավ հասկանում է ինչի հանում է ամեն ինչը, որպեսզի նախ մեդիա օրակարգի թոփերում լինի։ Իսկ երբ որ բոլորը խոսում են իր խնձոր ուտելու կամ, չգիտեմ, ավտոբուսով, չգիտեմ, կարկանդակ ուտելու թեզերի մասին, բոլորը ամենատարբեր փիլիսոփայական միջև տեխնոկրատական դիրքեր վերլուծում են այդ օրակարգը, երկրի հետ կապված կարևոր թեզերը, լարվածության, սպառնալիքի աղբյուրներ եւ այլն, այդ process-ը ոչ մեկ ուշադրություն չի դարձնում, այլ
դերակատարներին էլ են մոռանում, հա, իսկ ինքը ինչ անում, ինքը ասֆալտի վրա ուզում է հասկանա հայ հասարակության զարգերակը ինչ վիճակում է, որովհետև ինքը հասկանում է, չէ, որ գնում ասենք Լորվա մարզ կամ գնում է, չգիտեմ, Արթիկ կամ գնում է Սևան, այնտեղ վարչական ղեկավարները բերում են 10-20 հոգի մարդ, չէ, այդ մարդիկ պարապած են, չէ, որ իրանք պետք է ասեն, օ, մեր վարչապետ, չգիտեմ, եւ այլն, չէ, բայց ինքը այդ պարապած մարդկանցից բացի սկսում է քայլել, չէ, քաղաքով։ Ինքը ուզում է անմիջականության միֆ ստեղծել, որ ես ձեզանից մեկ անկասկած։ Ինքը ասում է, այ գիտե, որ դուք աշխատել եք, այսպես ասած, ջանք եք գործադրել, ասենք, չգիտեմ, 500 հոգուց 10-ի կարողացել եք բերել եւ այլն, չէ։ Ու ինչ եք տեսնում մարզերում, մեկ ասում է, դու ով ես որ կաթողիկոսին փոխես։ Իր համար խեղճ տաքսիստ էր այդ տղան։ Խեղճ իրեն իմաստով, որ քաղաքական process-ների մեջ չի, ինքը իր կյանքով, իր կենցաղով ապրող մարդ է։ Բայց հարցադրում առաջանում, դու ով ես որ ասում եմ նախարար չի կամեր կաթողիկոս որ փոխես։ Այ դա արդեն վարչական ղեկավարը մտածում է, էս ինչ փորձանքի մեջ ես ընկա։ Բայց մարդիկ չեն վախենում ասել են ինչ որ կա։ Հիմա մեկը կասի, այ նայեք մեր ժամանակ չեն վախենում։ Ոչ, ատելության ու դիմադրության ներքին ռեսուրսը էականորեն ավելացել է, դրա համար մարդիկ ունեն օբյեկտիվ հարցեր։ Երևանում մի շարք մարդիկ շատ կոշտ գնահատականներով բառապաշարով ասեցին դու մեզնից խելացի չես, որ այսպես, հա։ Այսինքն ինքը հստակ տեսնում է, որ ասֆալտի վրա վիճակը ամենևին այն չի, ինչ որ միգուցե իրան նաև ներկայացնում են։ Ինքը on не дурак, ես էլի եմ ասում։ Ինքը կարա տգետ լինի, ինքը կարա էմոցիոնալ վարժ, բայց ինքը հիմար չի, ինքը որպեսի վերընտրվի, որպեսի կարողանա ընտրությունները իրեն համապատասխան ֆորմատի բերել ու ինքը անցնի, ինքը պետք է ասֆալտի վրա հասկանա հասարակության քաղաքական զարգերակը, ու հասկանա մրցակիցները ոնց են դա օգտագործում։ Դրա համար փողոցներով քայլում է, դրա համար թուքում ուրաուտում, ինքը պատրաստ է, հիշում եք, մինչև 18 թվականը գարաժների վրայով էր վազում, իջնում եւ այլն։ Ինքը դասական արկածախնդիր քաղաքական գործիչ է, ինքը այդպես է պետական գործիչ չդարձավ։ Պետական գործիչը ուրիշ տրամաչափ բարոյագիտություն, փիլիսոփական ուղղություն, արժեքի եւ շահի պատկերացում ունի։ Միջև հիմա էլ ասում են իշխանափոխություն են կանելու հունիսի 7-ին, այո, նույնիսկ իր հաջողը։ Կարող է Վաղաչեմեսորը ասի, գիտեք, այն հեղափոխությունը, որ 18-ին արեցիք նախկինները ամեն ձև քանդեցին եւ այլ մեկ նոր հեղափոխություն, ավելին ինքը ուրիշ բան կարող ասի, կարող ասի հետեւյալը, որ մեր թիմը այլևս իշխանությամբ, այսպես ասած, վատ է սովորել, այսպես ասած, չաղացել է իշխանությունից, պետք է ինքնամաքրման process-ներ, իր շատ հարազատ մարդկանց նկատմամբ կարող եք ցուցադրական քրեական գործեր անել, որպեսզի այնայք, եթե ես իմ ընտանիքի անդամին, իմ աջակցին դատում եմ, պատկերացրեք ես ինչ ազնիվ եմ։ Այս պոպուլիստական թեզերը մարզերի ինչ որ հատվածներում կարան աշխատեն, բայց մի զգալի մասով ինքը իր լիմիտը կորցրել է։ Ինքը ամեն օր կարա այդպիսի ծաղրուծանակիային վարկ դրսևորի, չէ։ Մարդիկ իր նկատմամբ ունեն շատ, ոչ մեկ չի ասում մենք քեզ փողոցում չեք կարա մարդ գտնեք, որ adekvatության շրջանակում է, ու ասի այո ես իր աջակիցն եմ, որովհետև դա դարձել է որոշակիորեն նաև վիրավորական։ Իրաջակցությունն է։ Այո, իր արժեքից ես երիտասարդների մասին չեմ խոսում, թե իրանք ինչ բառապաշարում են բնորոշումներ տալիս, բայց այս ամեն ինչը որ ես ասում եմ, չի նշանակում որ ընդդիմությունը շատ ավելի մրցունակ ու շատ փայլուն կարգավիճակում է, ամենևին ոչ։ Ընդդիմությունը պետք է հասկանա, որ այն մարդիկ, ովքեր խորը եւ ամբողջական հիասթափվել են գործողի նկատմամբ, այդ մարդկանց պետք է ճիշտ օրակարգով բերել եւ ընդդիմությունը մի շատ կարեւոր հանգամանք պետք է ֆիքսի, պետք է առանձնացնի հետեւյալ թեզը, որ սա իշխանության համար պայքար եւ ընտրություն չի։ Սա պետությունը փրկելու ընտրություն է։ Բայց կարծես թե այդ մասով կոնսենսուս ձևավորվում էր ընդդիմության շարքերում։ Լավ ասացիք, ձևավորվում էր։ Ես կուզենամ դա տեսնել հրապարակային հայտարարության տեսքով, որովհետեւ այստեղ խնդիրը չի, թե մենք ում ենք գնում ընտրում։ Մենք պետք է հասկանանք, որ պետք է գնալ ընտրել բոլորին բացի մեկից։ Ու բոլորի խելամտության շրջանակներում չեն համագործակցի այդ մեկի հետ։ Եվ երկրորդը ամենափոքր միավորներին չի կարելի ընտրել, որտեղ իրենց անցողունակությունը կարծես թե շատ քիչ է լինելու, հետեւաբար այդ ձայները գնալու են գործողին հոգուտ։ Այս առումով այդ անցողունակության ձայների փոշիացման իրավիճակ կարծես թե փոխվել է։ Կարծես թե ես տեսնում եմ ինչ որ քայլեր, մարդիկ փորձում են կուսակցություններով գնալ, ինչ որ փոքր դաշինքներ, մեծ դաշինքներ են կազմում, բայց խնդիրը հետեւյալն է։ Սա իշխանության մրցապայքար չպետք է լինի հանրային դիրքավորման տեսակետից։ Սա Հայաստանի փրկության, թեկուզ ես մի քիչ երևի գեղարվեստական, ազգային ազատագրական պայքարի նշաձող պիտի լինի։ Որովհետև եթե պարտվեցին Հայաստանի հետ կապված շատ վատագույն սցենարներ են լինելու։ Ալեն Սիմոնյանը, ազգային ժողովի նախագահը, լրագրողների հետ զրույցում այսօր հանդիպում է լրագրողին, որ Արցախն ասում է Արցախ։ Ինչու եք ասում Արցախ, Ղարաբաղ ասեք, եւ ասում են Արցախը սխալվել եմ, որ ասել եմ Աղդամը իմ հայրենիքն է, դա իմ հայրենիքը չէ։ Ես կարծում եմ, որ դա շատ նորմալ է, ձեր նշած ազնվորության դեպքում,
եւ ոչ միայն իր Բայց դեպքում իր ամբողջ թիմակիցները գաղափարախոսությունն է դարձել սա։ Հայկե ջան, ինձ թվում է այդ մարդիկ մնում է ես ճակատին գրեն, որ մենք Հայաստանի շահի սպասարկու չենք, այլ Ադրբեջանի եւ այնուամենայնիվ մեր ինչ-որ շրջանակներ չեն փորձի ընկալել դա, որ դա փաստ է։ Իրանք իրենց բերանով ասում են, Հայաստանի գործող վարչապետ ասում է իմ սխալներ, եթե ես 2018-ին չասեցի, որ Արցախը Ադրբեջանի մաս է դիտարկում։ Ալեն Սիմոնյանը կարող ասի, որ ադրբեջանցիները աշխարհի ամենալավ ազգն են կամ Ադրբեջանը ամենալավ ազգն է։ Խնդիրը ադրբեջանցի էթնոսի դեմ խնդիր չունեմ ես, էթնոսի դեմ, հա, այսինքն ես խոսում եմ Հայաստան պետության շահերից եւ այն սպառնալիքներից, որ գասա Ադրբեջան պետությունից։ Իսկ դրա սպասարկումները Հայաստանի գործող իշխանություններն են։ Էլ ոնց ասեն, որ մարդիկ ընկալեն, որ այդպես է, էլ ոնց ասեն։ Անդրադառնանք Փաշինյանի վերջին շրջանի լայվերին, իր լայվերով անընդհատ ընդդիմադիր ամենախոշոր ուժերին, ուժեղ տղաներ ասելով, որոշակի մարտահրավերներ է փորձում նետել։ Ինչ դաշտ է կամ ուր է փորձում ընդդիմադիրներին ներքաշել Փաշինյանը։ Ընդհանուր առմամբ ամեն ինչ հոգեբանություն, այդ թվում նաև քաղաքականությունը, դա հոգեբանություն, դա կապված է ամենատարբեր կոմպլեքսներից, խնդիրներից, չգիտեմ, տրավմաներից, որ դու ստացել ես ինչ-որ տարբեր փուլերում, ուժեղ ընկալումը, այ օրինակ հիշում եք 21 թվականի ընտրությունների ժամանակ իրենք շատ լուրջ կոմպլեքսավորվածություն ունեին Ռոբերտ Քոչարյանի, որովհետև հանրային ընկալման մեջ կարևոր չի բացասական թե դրական, ինքը ուժեղ կերպարի դիրքավորում ուժ բառը գործող իշխանության մոտ ասոցացվում է ոչ թե անձնական կամային հատկությունների կայացվածության սկզբունքայնության հետ, հա, այլ կապված է օրինակ ոստիկանական ուժերի հետ, ասֆալտին փռելու հետ, դա կոմպլեքսներ ունեցող մարդու հոգեբանության հետ է կապված։ Կամային ուժ ունենալու մասին։ Երբ որ ինքը ուժեղ բառը փորձում էր հանրային առումով ծաղրել, հա, ի պատիվ ուժեղ Հայաստան թիմի իրենք շատ պարկեշտ ձևով հարցին պատասխանեցին, որտեղ ակնհայտ էր, որ իրենց ի նկատի ուներ եւ Սամվել Կարապետյանը ի նկատի ուներ, հա։ Բայց այստեղ խնդիրը այն է, որ ընդդիմադիր երկու հիմնական սեգմենտներն էլ այդ ուժի դիրքավորման մեջ են։ Ակնհայտ է, մեկը մի տրամաչափով մի ձևով, մյուսը ուրիշ տրամաչափով ուրիշ ձևով։ Կոմպլեքսները ներքուստ, հա, այնքան մեծ են, որ երբեմն ինքը չի կարողանում դրանք կառավարել։ Վարքաբանությունն էլ է այդպես։ Օրինակ, եթե մենք հետազոտենք իր կերպարը ու Միխայել Սաակաշվիլու կերպարը, իրենք շատ նման են, ամեն առումով են նման։ Իդեպ համեմատությունը ուտելու ձևի առումով են, խոսելու առումով են, միկրոֆոնի նկատմամբ ոչ անտարբեր վերաբերմունքի առումով են, որոշակի անակնկալ վիճակներից, պայթյուններից լարվածության մեջ են ընկնում խիստ։ Հիշում եք Սաակաշվիլի պատերազմի ժամանակ վախից եւ ոչ միայն այդտեղ կրակոցներ եղան, ինքը ռեֆլեկտիվ վարքեր ցույց տվեց, հա։ Մենք ունեցել ենք այդ դեպքերը Հայաստանի վարչապետի մասով էլ։ Ինքը այն է, ինչ հոգեբանություն ունի եւ այդ հոգեբանության պատճառները իհարկե կան եւ փորձում է այսպես թրոլինգի ենթարկել այդ ուժի էլեմենտը, որովհետեւ հասկանում է, որ երբ որ անդադար ու հաջողված իսկ իրանք սոցհարցումների տվյալներ ունեն, հստակ ունեն, հա, ու հասկանում է, որ այդ ուժեղ Հայաստան, ուժեղ ղեկավարներ, հա, Հայաստանի երկրորդ նախագահի հետ կապված այդ ուժի սիմվոլիզմը չնայած իրենք փորձում են ամեն ձև այսպես հեղինակազրկել, ստվերել, դեմոնիզացնել, երբեմն իդեպ ստացվում է, երբեմն չի ստացվում, այդ առումով իրենք հասկանում են, որ քաղաքացին ուժեղ լիդերի կարիք ունի։ Ինքը ինչ պետք է անի։ Ամեն կերպ հեղինակազրկի ուժի գաղափարը եւ այլն։ Երկրորդ գործիքը սպառնա, որ այ եթե ուժեղ ինչ-որ մեկ եկավ պատերազմ լինելու, հետեւաբար պետքա կքած լինենք, պետքա ստորադասված լինենք, պետքա ստրուկ լինենք։ Ինքը փաստացիորեն դրա մասին ասում։ Ասում է, եթե մենք փորձենք մեր իրավունքների, մեր շահերի մասին խոսենք, պատերազմ կլինի, չէ՞։ Հետեւաբար պետքա ստրուկի կարգավիճակում լինենք։ Ստրուկ այն իրական Հայաստանը իր համար, ստրկացած Հայաստանը, բայց ամենակարևորը, որպեսզի ինքը այդ աթոռի վրա նստի, իր գերակա պայմանը, նպատակը, խնդիրը միայն դա է։ Պարոն Ղևոնդյան, շնորհակալ եմ շատ հետաքրքիր զրույցի համար։ Հիշեցնեմ այսօրվա իմ հյուրներ քաղաքագետ Ալեն Ղևոնդյան, այսօրվա համար այսքանը, հաջողություն։